Իրանյան թեման նորից եկել է առաջին պլան։ Այս անգամ ինչով կարող է ավարտվել Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություն։ Դժվար ասել ինչով կարող է վերջանալ եւ այստեղ ավելի շուտ ոչ թե Իրանի վարքի հետ է կախված, բայց Թրամփի վարքի հետ։ Այսօրվա ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների նախագահան լրիվ անկախատեսելի է քայլերով եւ հաշվարկել ինչ կարող է լինի վիճակը, եթե Թրամփն է որոշումներ ընդունել, փաստորեն անհնար է։ Այսինքն երբ ասում է փաստաթուղթը պատրաստ է, պատրաստ չէ, ինքը արդեն հայտարարել է 39 անգամ, որ ինքը հաղթել է, որ պատրաստ է, որ գործարքը այսօր ստորագրվում է, վաղը ստորագրվում է։ Ինքը ապրիլի ամիսից սկսած 39 անգամ հայտարարել է դրա մասին։ Դրա իմաստ չկա դրա մասին խոսել, ուղղակի պետք է կոնստատացնել, հասկանալ, որ Իրանը դուրս է գալիս այս պատերազմից հաղթող։ Շատ կարող է թվա պարադոքսալ վիճակ է, երբ մի ռազմական պատերազմի մի կողմ, որը պարտում է բոլոր մարտավարական եւ օպերատիվ մակարդակի վրա բոլոր ռազմական գործողություններում պարտվում է, բայց վերջո դուրս է գալիս հաղթած։ Դու կարող ես հաղթես բոլոր մարտերում, բայց պարտվես պատերազմում։ Եվ Իրանի հետ դա առաջին անգամ չի պատմության մեջ, եթե վերցնես մի։ Դրանց ավերածությունները, որ տեսավ Իրանը այս անգամ, դա պարտություն չէ։ Չէ, որովհետև Իրանը դուրս է գալիս այս պատերազմից ավելի հզոր դիրքերի վրա, ինքը կարողացավ Օրմուզդի միջանցքը օգտագործել եւ ցույց տալ, որ Օրմուզդի միջանցքը իրան թույլ է տալիս մասնակցել, ղեկավարել, վերահսկել գլոբալ տնտեսությունը եւ ազդել գլոբալ տնտեսության վրա եւ ոչ մեկը ոչ մի բան չի կարող դրա հետ անել, որովհետեւ այսօրվա ռազմական հնարավորությունները էժան, որ Իրանը այսօր ունի դրոնները եւ մնացածը, իրան թույլ են տալիս շատ չին գումարով վերահսկել միջազգային տնտեսությունը։ Եվ Միացյալ Նահանգները, Թրամփը դա հասկացել է, տեսել է, որ ինքը ելք չունի, լուծում չունի։ Ավելին է, դա գիտեին բոլոր նախագահները, սկսած Ռեյգանից։ Եվ Ռեյգանից սկսած որևէ ԱՄՆ-ի նախագահ չէր մտնում պատերազմի մեջ, որտեղ հաշվարկներով հասկանում են, որ դա կարող է այսպես լինի։ Ասես, որ դա ինչ-որ նորություն է, չէ, այստեղ նորությունը Թրամփն է, որը գնաց Իսրայելի խորհրդով, այդպես ասենք, եւ մտավ պատերազմի մեջ, որը շատ խայտարակ ձևով է վերջանում Միացյալ Նահանգների համար, որտեղ ինքը ծախսել է ահռելի մեծ գումարներ, ծախսել է իր իմիջը, իր դիրքերը մերձավորավերքում փաստորեն քանդված են, եւ ինքը ստիպված է դուրս գա։ Այս հայտարարությունը, որ պիտի ստորագրվի, այնտեղ նվեր ոչ մեկը չգիտի մեջ ինչ է իհարկե, բայց ասում են, որ շատերը համաձայն են, որ այնտեղ կլինի մի դիրքորոշում, որ Միացյալ Նահանգները իրան ռազմական բազաները Իրանի սահմաններից հանում են, որ Իրանը ստանալու է 300 միլիարդ դոլարով ֆոնդ։ Հայտարարում է Թրամփը, որ դա պետական գումարներ չի, դա կոմպանիաներն են դնելու, բայց այդ ճակատներում երկրորդական է։ 300 միլիարդ եւ կես արդեն հավաքվել է արաբական երկրների կես գումարը հավաքել են Իրանի պատերազմի վնաս։ Հա, վերականգնել ենթակառուցվածքները եւ այլն, այդպես նայում ես փաստորեն Իրանը այս պատերազմը մտնելով շատ անկայուն վիճակով, որտեղ ներքին լարվածությունը հասած էր մինչև ապստամբության, հիշում ես այդ հիմա ինքը ամրացրել է իր վիճակը եւ այս պատերազմի տակով Իրանը իր դիրքորոշումը, դիրքերը դարձել է լրիվ ուրիշ մակարդակի վրա։ Անկամ եթե այդպես է, բայց Թրամփը ասում է, հիմա ժամանակն է Ուկրաինայով զբաղվել։ Այսինքն այնտեղ ավարտվում է։ Դե որտեղ Ուկրաինան նույն ձևի կարողացել է վերականգնել բալանսը եւ վերջի 2-3 շաբաթը հաստատ Ուկրաինայի կողմը բավականին լավ գործողություններ է անցկացնում եւ կարողացել է չեզոքացնել Ռուսաստանի եւ հարվածներ հասնել ոչ թե միայն Միացյալ Նահանգների խորքերում ռազմավարական հարության վրա, ոչ թե միայն մարտավարական շփման գծին, բայց նաեւ մինչեւ 100 կիլոմետր այդ օպերատիվ մակարդակի վրա հասնել եւ դրանում փաստորեն հնարավորություն է ստացել պարալիզացնել ռազմական գործողությունները եւ խոցելի դարձնել Ղրիմի միջանցքի, Ղրիմի սպասարկման ճանապարհները հողամասով։ Եվ դա այսօր Ռուսաստանի դնում է բավականին լարված վիճակում, որովհետև Կերչենյան կամուրջը այդպես է լավ չաշխատեց, այնտեղ գնացքները չեն անցկացում, ինչի հիմա
Եվ այսօր Ռուսաստանը նույն ձևի այնքան լավ վիճակում չի, լարվածությունը մեծանում է, հարվածները մեծանում են։ Դրա համար Տրամպը վերջացնելով փայլուն Իրանի պատերազմը հնարավորություն է նույն ձևի փայլուն վերջացնել նաև Ամեն դեպքում Ուկրաինա։ Թեհրանը առաքչին ավելի շուտ հարկ է համարել այն փաստաթուղթը, որը մշակվել է ամերիկացիների հետ, ներկայացնել նաև ռուսներին, ցույց տալ, թե ինչ է պատրաստ։ Այդ առաքչին, հա, որովհետև այստեղ ուրիշ բան կա, դրա մասին արդեն դու ձեր հրապարակորեն խոսում են, որ Իրանի վրա ճակետներում կամ առած ճակետներ ազդել են, Իրանը խորհրդակցել է Չինաստանի հետ եւ Ռուսաստանի հետ։ То есть Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը կազմել են դաշինք, այդ դաշինքն է փաստորեն Միացյալ Նահանգներին չզուգացնում այսօր։ То есть Տրամպը հասել է նրան, ինչ ուզում է խուսափել եւ անցնել։ Պարադոքսալ բան է ստացվում։ 2015 թվականի Օբաման ստորագրել է այն պայմանագիրը, միջուկային ծրագիրը վերահսկելու համար, 2017 թվականի Տրամպը դուրս է եկել, որ այս խայտարակ պայմանագիրը ես ավելի լավը կկնքեմ, եւ հիմա ստորագրում է հաստատ ավելի վատ պայմանագիր, եւ հիմնականը, հա, պետք է միանգամից ասել, որ պայմանագիր այսօր չկա։ Խոսքը գնում է մեմորանդումի մասին ընդհանրապես։ Դա մեմորանդում է։ Եվ ստանում է 2 ամիս ժամանակ մտածել, ոնց պիտի ստորագրեն պայմանագիրը։ Եվ միանգամից համաձայնության է եկել, որ 2 ամիսը կարող է երկարացվի, ավելի երկար գնա։ То есть այսօր ուղղակի Իրանը մեծ գնով թույլ է տալիս Տրամպին ինչ որ ձևով դուրս գա այս ռազմական գործողությունների, այս պատերազմից, որը իր համար կատաստրոֆիկ հետևանքներ ունի որպես իմիջի եւ Միացյալ Նահանգների իշխանության համար այսօր։ Շատ լավ։ Որ լուծումն է մեր շահերից բխում։ Այդ լուծումը մեր շահից է գալիս։ Կարելի է ասել այդպես, որովհետեւ Իրանը դուրս է գալիս այս պատերազմից ավելի հզոր դրքերում, Իրանը մտել է այս պատերազմը որպես տարածաշրջանային ուժային կենտրոն, բայց փաստորեն իր շնորհիվ Միացյալ Նահանգների ինքը փաստորեն այսօր ասում է աշխարհաքաղաքական ասպարեզ, ինքը իրան դիրքերը դառնում է ուժային կենտրոն ուրիշ մակարդակի վրա, եւ դա ոչ թե Իրանի տնտեսության հետևանքն է, ոչ թե ռազմական ներուժի հետևանքն է, ուղղակի Իրանը դրել է վերահսկողության տակ Օրմուզի միջանցքը։ Իսկ Օրմուզի միջանցքը դա աշխարհաքաղաքական եւ գլոբալ գործիքա ազդեցությունն է, որը Իրանը վերցրել է իրան ձեռքը, իր շնորհիվ Տրամպին։ Ինքը դա չի ուներ մինչև պատերազմը, բայց այսօր ինքը վերահսկում է եւ վերցրել է իրան ձեռքերը իր շնորհիվ Տրամպին։